Ես նախապես ներողություն եմ խնդրում զոհերի ընտանիքներից այս թեմային անդրադառնալու համար, բայց սա եւս մեկ անգամ ցույց է, թե այս իշխանությունը եւ գերատեսչության պատասխանատուն ինչ վերաբերմունք ունի յուրաքանչյուր զինվորի հանդեպ եւ կյանքի հանդեպ։ 30 զոհ ենք ունեցել, պաշտպանության նախարարը 6 թիվն է շեշտում։ Եվ գիտեք ինչու, ես հիմա վերցրել եմ որպեսզի մեջ բերեմ, որովհետեւ առանց դրա ուղղակի չեմ ուզում վերարտադրել, որ չստացվի ես ինչ-որ բան բաց եմ թողել։ Պաշտպանության նախարարը շեշտում է 30 զոհից, ասում է 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքեր են։ Այդ թվում նաև ուշադրություն, հիվանդություններից, տարբեր դժբախտ պատահարներից, ճանապարհային երթևեկության խախտումների պայմանների բերումով, վթարի բերումով։ Ենթատեքստը ո՞րն է պաշտպանության նախարարի այս մեկնաբանության։ Եթե հիվանդության պատճառով զինվոր է մահանում, չէ՞ որ 2 տարի ընտանիքը զինվորին ի պահ է հանձնում պետությանը։ Եթե զինվորը մահանում է հիվանդության պատճառով, դա դարձյալ ձեր մեղքն է, հենց դրա համար է, որ պատշաճ բուժզննում են անցնում մինչև ծառայություն գալը եւ ընթացքում պիտի պատշաճ բուժզննում ապահովի կամ ինչ է նշանակում վթարի հետևանքով 2 տարի այդ մարդկանց ճակատագիրը հանձնվել է ձեզ։ Այս ինչ վերաբերմունք է, այսինքն այս զոհերը մեր պատճառով են, այս զոհերը մեր պատճառով չեն, այս վիճակագրության մեջ մտցնենք, այն չմտցնենք, ես ներողություն եմ խնդրում այս թեմային անդրադառնալու համար, բայց սա շատ խորհրդանշական ցուցիչ է իրենց վերաբերմունքի։ Սա ոչ միայն վերաբերմունք է, այլ նաև անպատասխանության դրսևորում է, որովհետև ցանկացած իրավիճակում էլ զինծառայողի մահը դա ողբերգություն է հատկապես մեր նման փոքր երկրների համար, երբ որ այդ օջախները այդքան էլ մեծ չեն եւ նահատակությունը, տարբեր պատճառերով մահվան դեպքերը, էլ չեմ ասում արտագաղթի հետևանքով նաեւ ընտանիքների հեռանալը մեր պետության համար բավականին մեծ խնդիր է։ Երկար տարիներ է արդեն, երբ որ այս իշխանությունը մանրամասն ուսումնասիրության չի ենթարկում դրա պատճառները։ Երբ որ դու ասում ես հիվանդություն, այդ հիվանդությանը ի՞նչն է դրա պատճառը, այսինքն երբ որ նա զորակոչվել է բանակ, կլինի պարտադիր ժամկետային ծառայության ձևով, կլինի պայմանագրային ծառայության ձևով, հանձնաժողովները անպատասխան, ուսումնասիրություն, հետազոտություն իրականացրել թե չեն իրականացրել։ Եթե իրականացրել են եւ այդ մարդը զորակոչված է առողջ բոլոր նորմերին համապատասխանող պայմաններում, ապա ինչ է նրա հետ տեղի ունեցել, որ նա առողջական խնդիր է ձեռք բերել, հետագայում, այո, հետագայում անհրաժեշտ բուժում չի իրականացվել, դա բերել է արդեն մահվան ելքով որևէ միջադեպի։